Մեր երկրում կենսաթոշակառուները բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում էին ապրում եւ նրանց խնդիրները պետք է սկսել լուծել։ Դրանով հանդերձ մենք համարում ենք, որ այս քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ պռատ է։ Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50%-ով եւ նույնիսկ 50% բարձրացումը բավարար չէր, որովհետեւ նույնիսկ 50% բարձրանալու դեպքում օրինակ նվազագույն կենսաթոշակը չէր հավասարվելու նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 80,000 դրամ է հիմա, այն էլ պաշտոնական տվյալներով, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նույնիսկ 50% բարձրանալու դեպքում 54,000-ը շարունակում է պակաս մնալ 80,000-ից, հա։ Ուստի մենք ունենք նաև երկրորդ պահանջը, որ 50% բարձրացնելուց հետո շարունակաբար ամեն տարի տեղի ունենային ինդեքսացիաներ կենսաթոշակների, մինչև նվազագույն կենսաթոշակը հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղին եւ դրանից հետո երբեք չիջներ։ Ամեն տարի հաշվի առնելով գնաճը, հաշվի առնելով սպառողական զամբյուղի թանկացումը, տեղի ունենար կենսաթոշակների ինդեքսավորում եւ բարձրացում։ Ուստի մենք համարում ենք, որ այս քայլը ընդամենը մի կիսատ նախընտրական ժեստ է, կարելի է ասել ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող եւ բնավ չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս ենք եկել պայքարի։ Տեղեկացնեմ ձեզ, որ դեկտեմբեր ամսից սկսած մենք ստորագրավակ ենք իրականացնում, որպեսզի մեր հանրության պահանջը ներկայացնենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, արդեն մի քանի տասնյակ հազար ստորագրություններ հավաքվել այդ պահանջի տակ, որն է առնվազն 50%-ով բարձրացնել կենսաթոշակները եւ հետո շարունակել դրանց ինդեքսավորումը։ Ուստի մենք արձանագրում ենք սա որպես առաջին փոքր հաղթանակ, բայց մեր պայքարը շարունակում ենք, մինչև մեր պահանջները ամբողջովին բավարարված կլինեն։ Մեր երկրում պետական ծախսերը կառավարվում են պետական բյուջեի մասին օրենքով։ Երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առավոտյան լայվ է մտնում եւ այդպիսի մի հայտնություն է անում, բնականաբար հարց է առաջանում, իսկ պետական բյուջեի մասին օրենքը փոփոխություն կրել է, մտել եք ազգային ժողով օրենքի փոփոխությամբ։ Բնականաբար ոչ, հասկանալի է, չէ՞։ Մի երկրում, որտեղ եւ կառավարությունը, եւ ազգային ժողովը, եւ նախագահը, եւ դատարանները մեկ անձ է, զարմանալի չի, որ այդ մեկ անձը որոշում է, ասենք, պետական բյուջեի մասին օրենքը փոխել իր գրասեղանի վրա։ Երբ որ իրանք կմտնեն պետական բյուջեի մասին օրենքը փոխելու եւ կներկայացնեն իրանց հաշվարկները, մենք կտեսնենք այս մարդիկ, այս որտեղից են այս փողը հայտնաբերել։ Ինչու այդ փողը չկար սրանից տարածերեն 2 ամիս առաջ, ես ձեզ հիշեցնում եմ, որ այս խոսակցությունները եղել են դեկտեմբեր ամսին, երբ որ իրանք ասում են օրինակ, որ մեր տնտեսական աճը ավելի բարձր է եղել, տնտեսական աճի պարամետրները դեկտեմբեր ամսին առնվազն կառավարությանը արդեն հայտնի էին։ Կարող է մեծ հասարակ բաղկանացուներին հայտնի չէին, բայց իրանք հայտնի էին։ Այսինքն այն ինչ որ իրանք ասում են, պարզապես անհեթեթություն է, իրանք արդեն գիտեն ինչքան գումարում են։ Եվ ես չեմ բացառում իդեպ, որ իրանք բյուջեում նույնիսկ կարող է այդ գումարներ չունենան, հիմա իրանք պաուստային ֆոնդերից, բաներից վերցնեն, օրինակ մինչև ընտրությունները դա անեն, իսկ հետո նորից կրճատեն օրինակ թոշակները։ Չեմ զարմանա, որ տենց բան անեն։ Անեն զուտ նախընտրական տրամաբանությամբ վերարտադրվելու համար, հետո ասեն, գիտեք, մեր բյուջեին փողը չի հերիքում, մենք ստիպված ենք այդ բանը նորից վերադարձնել նույնմակը չեմ բացառում։ Դա համար եկեք սպասենք, որտեղ նորից եմ հիշեցնում։ Այս կարգի կարևոր փոփոխությունը պահանջում է ազգային ժողովում պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություն։ Թող մտնեն իրանց օրենքի նախագծով այդ ժամանակ էլ խոսենք։ Արդյունքներից են տալիս նաև քաղաքացիների հետ պահանջում, որ մտահոգություն են, որ այս քայլով վերջայից բեռը դրվելու է քաղաքացիների վրա, հենց չի բացառվում, որ ընտրություններից հետո օրինակ հարկերը կրկին բարձրանա։ Օրինակ, այո, չի բացառվում։ Կամ օրինակ, որը շատ ավելի հավանական է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, նպաստները կտրուկ կրճատեն։ Դրա մասին իրանք արդեն ունեն որոշակի, այսպես ասած, նախագծեր, որ նպաստների, այսպես ասած, ֆիլտրերը, չափորոշիչները ընտանիքներին նպաստներ տրամադրելու կտրուկ խստացվեն։ Օրինակ կարող է իսկապես իրանք վերարտադրվեն, նպաստառուները համատարած զրկվեն պետական նպաստներից, ինչա թե ինչ-որ մի հատ ուրիշ տեղ իրենք ուրիշ ծախս են անում։ Բացարձակ չի բացառվում։ Հիշեք, որ այս իշխանությունը միշտ գործում է այդ տրամաբանությամբ։ Սկզբից ներկայացնել վարդագույն ինչ-որ պատկեր, դրա հաշվին ստանալ որոշակի քաղաքական դիվիդենդներ, շահաբաժիններ, իսկ դրանից հետո մարդկանց խաբել հերթական անգամ կանգնեցնել կոտրած տաշտակի առաջ։ 7-8 տարի մենք անընդհատ գտնվում ենք այդ տրամաբանության մեջ։